Հոկտեմբեր ամսվա 25-ը կարևոր օրեր Ասատրյանների համար ամուսնացավ Արամ Ասատրյանի թոռը կրտսեր Արամ Ասատրյանը։ Վերջինս երջանկահիշատակ Սեդրակ Ասատրյանի որդին է։ Սեդրակն ու Կարմենը տարիներ առաջ ամուսնացած էին։ Նրանց համատեղ կյանքում լույս աշխարհ եկավ Արամ Ասատրյանը, որից հետո տարիներ անց դժբախտ պատահարի արդյունքում Սեդրակ Ասատրյանը մահացավ։ Նրա մահից հետո Կարմենը տարիներ անց իր կյանքը դասավորեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ամուսնանալով Արտակ անունով տղամարդու հետ։ Այսօր Արտակն ու Կարմենը համատեղ կյանքում ունեն դուստր, ում անվանակոչել են Էլիզաբեթ։ Էլիզաբեթի մասնակցությամբ ցանկացած հրապարակում լի է լինում դրական մեկնաբանություններով, մարդիկ գրում են, որ աղջիկը պարզապես գեղեցկուհի է։ Մենք ներկայացրել էինք մեկ ամիս առաջ Արամ Ասատրյանի և նրա կնոջ Աննայի հարսանեկան շքեղ կադրերը։ Աննան ու Արամը արտերկրներից ժամանել էին Հայաստան հենց այստեղ կազմակերպելու իրենց հարսանիքը։ Դե իսկ հարսանիքից հետո նրանք մեկնեցին հանգստի, սկզբում Մալդիվներ, ապա նաև Դուբայ։ Օրեր շարունակ հանգստի մեջ լինելուց հետո զույգը վերադարձել է իրենց երկրներ։ Աննան, ում ընտանիքն ապրում է Բելգիայում, գնացել է Բելգիա, իսկ Արամ Ասատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Զույգի այս տեսակ բաժանումը տարակարծությունների տեղիք է տվել։ Մարդիկ նշում են, թե ինչն է պատճառը, որ նորապսակ զույգը ասես բաժանել է իր ճանապարհը ամուսնությունից ընդամենը մեկ ամիս հետո, սակայն պարզվում է, Աննան կիսատ թողած գործեր ունի Բելգիայում, ինչն էլ նրան տարել է այնտեղ, դե իսկ Արամ Ասատրյանն էլ սպասում է կնոջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչևէ, մեր հետևորդներին տեղեկացնենք, որ զույգի միջև որևէ խնդիր չի եղել։ Նրանք միմյանց հետ ջերմ հարաբերությունները շարունակում են պահպանել և վայելում են իրենց ամուսնությունը թեկուզ կարճատև բաժանումով։ Նշենք նաև, որ օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես են Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելուց հետո Կարմենն ու Արտակը շարունակել իրենց որդու միությունը նշել։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի և Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել Ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական և թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքահարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը», գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ և զգացված ենք։ Լավ և հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ էր մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի և մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար», նշել է Կարմենը։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ Կարմենն ու իր որդին Արամ Ասատրյանը հարսանիքի ընթացքում պարել են միմյանց հետ։ Այս պարը հուզել է ներկաներին։ Նրանք բավականին գեղեցիկ պարով են հանդես եկել։ Պարի ընթացքում Կարմենը կարծես թե հուզվել է, իսկ որդին փորձել է հանգստացնել մորը։ Այս տեսանյութը ևս ակտիվորեն տարածվել է համացանցում, այն գրավել է շատերի սրտերը և կրկին մարդիկ մեկնաբանություններում գրում են, որ ասես քույր և եղբայր լինեն և ոչ թե մայր և որդի։ Կարմենը այդքան երիտասարդ տեսք ունի։ Նշենք նաև, որ Կարմենի մասնակցությամբ այլ տեսանյութեր ևս տարածվել էին համացանցում, որոնց մեկնաբանությունների դաշտը ևս լի էր դրական և ջերմ խոսքերով։ Ներկայացնում ենք Արամի և մայրիկի ջերմ ու հուզիչ պարը։ Նշենք նաև, որ երեկ էլ Կարմենը ներկայացրել էր Աննայի մասնակցությամբ լուսանկար և գրել. «Մեռնեմ քո քաղցր ժպիտին»։ Կարմենը հերթական անգամ ապացուցում է, թե որքան ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում իր որդու կնոջ հետ։ Բացի այդ, նախքան այս էլ Կարմենը բազմաթիվ անգամներ հրապարակումներ է արել Աննայի մասնակցությամբ, Աննայի և որդու մասնակցությամբ, ինչպես նաև հրապարակումներ է արել և այդպիսով իր սերն արտահայտել և ցույց տվել իր որդու ընտրության հանդեպ։ Կարմենը մի քանի անգամ է նշել, որ Աննան իր համար ոչ թե իր որդու սիրելին է, այլ հարազատ դստեր պես է։ Նշենք նաև, որ Կարմենն ու նրա ամուսինը Արտակը համատեղ կյանքում ունեն դուստր Էլիզաբեթը։ Էլիզաբեթի մասնակցությամբ վերջերս Կարմենը ավելի շատ հրապարակումներ է անում, ցույց տալով, թե որքան նման է աղջիկը իր հայրիկին։
Նշենք նաև, որ այս օրերին Աննան և Արամը վայելում են իրենց մեղրամիսը։ Սկզբում նրանք գնացել էին Մալդիվներ, ապա ուղևորվել են դեպի Դուբայ։ Աննան ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս, ցույց տալով իրենց լիարժեք և յուրօրինակ հանգստից կադրեր։ Ներկայացնում ենք դրանք ձեզ, ինչպես նաև ներկայացնում ենք Աննայի և Արամի օրեր առաջ տեղի ունեցած հիշարժան օրվա բացառիկ կադրերը։